Այլ մի շարք գործիչներ նշում են, որ դուք չեք աշխատում հայ դատի ներկայացուցիչների հետ, ուզում եմ նաև սրա մասին ձեր պարզաբանումը տեսեք մասին։ Եվ ինչու Տեսեք, այդ պատասխանելու եմ հարցին, ասեմ, բայց այդ որ ասում եք շատ մարդիկ նշում են, կուզեի իմանալ ով է նշում, բայց գիտեմ, որ նշողներ հաստատ կլինեն, չեմ կասկածում, ինչ որ մարդիկ, շատ լավ։ Մեղմ ասած դա իրականությանը չի համապատասխանում, տեսեք, կարող եմ կոնկրետ օրինակներով ձեզ թվարկել։ Ես անցյալ տարի առնվազն 14 կամ 15 գործուղում եմ ունեցել, նույնը նախորդ տարին, նույնը դրանից առաջ եւ գործուղումների ժամանակ ընդհանրապես մենք միշտ ձեռք ենք մեկնում նաեւ հայ-աղբական դաշնակցության եւ հայ դատի կառույցներին։ Ես օրինակ այցելություններ ունեմ, որ Միացյալ Նահանգների, եթե չեմ սխալվում, 2023-ի վերջի այցելությունը, որ կամ 24-ի սկիզբն էր, փետրվար ամիսն էր 24 թվականի, ես երևի 8 քաղաք այցելեցի Միացյալ Նահանգները, այդ 8-ից 6 քաղաքներում հայդատի տեղական կոմիտեի կամ դաշնակցության կենտրոնական կոմիտեի եւ տեղական կոմիտեի անդամների հետ ամենտեղ հանդիպում եմ ունեցել։ Ուրիշ բան է, որ հաճախ մեր դիմումներին չեն արձագանքում։ Նույն բանը կարող եմ ասել Ավստրալիայում էր, մենք ձեռք մեկնեցինք Ավստրալիայում, հանդիպեցի ամբողջ եւ հայդատին, եւ դաշնակցությանը, եւ քույր կազմակերպություններին։ Այդ հանդիպումները նենց չի, որ միշտ շատ սիրալիր ձևով են անցնում, բայց հանդիպումներ են։ Ի վերջո, որտեվ ես իրենց հրավիրում եմ, ասում խնդրեմ դուք ասեք ինչ որ ունեք ասելու, բայց պիտի պատրաստ լինեք նաեւ լսել ինչ որ ես ունեմ ասելու, որտեվ ես էլ իրենց շատ բան ունեմ ասելու։ Բայց հաճախ ունակ մեր մեկնած ձեռքին համապատասխան արձագանք չի լինում։ Հետևաբար մեր իրենց հետ չհամագործակցելը ավելի շատ պայմանավորված է իրենց չկամությամբ, քան մեր ինչ որ խուսափողականությամբ։ Չէ, պատճառները ձեզ հայտնի են, դուք գիտեք, որ հայ-աղբական դաշնակցությունը Հայաստանի Հանրապետությունում եւ ընդհանրապես բյուրոյի մակարդակով շատ կոնկրետ դիրքորոշում ունի քաղաքական, նրանք իրականում հեղափոխությունից հետո, Թավշյա հեղափոխությունից հետո չեն ընդունում Հայաստանի ժողովրդի որոշումը իշխանափոխության, որը ի սկզբանե այդ իշխանությունը անօրինական էր, դրա համար իշխանափոխությունը տեղի ունեցավ, չեն ընդունում եւ չեն ընդունում նաեւ իրենց դերը այն կործանարար 25-26 տարիների միջավայրի քաղաքական զարգացումների տնտեսական անկման, լճացման, կրթական համակարգի ջախջախման, հայ մարդու համար ապագայի տեսլականի ոչնչացման այդ ամբողջ գործընթացի մեջ, որի վերջն արդյունք է, եկեք ընդունենք Արցախի նաև Լեռնային Ղարաբաղի մեր կորուստներ, չկարողացանք պաշտպանել, չեն ընդունում այդ դերը եւ ամբողջ մեղքը բարդում են այս կառավարության վրա։ Հիմա այս պայմաններում ինչու իրենք չեն ուզում մեր հետ համագործակցել, այդ հարցը արդեն իրենց է պետք տալ, բայց ֆոնը սա է։ Պարոն Սիրունյան, եթե կարելի է խնդրեմ նաև անդրադառնանք ընդհանուր 2025-ի հայրենադարձության միտումներին, վստահաբար թեժ կետեր են եղել, որոշակի հոսք եղել է, դրանից բացի նաև շարունակվում է նաև այն բնականոն հայրենադարձության հոսքը, որին ինտեգրման կենտրոնը եւս աշխատում է այդ ուղղությամբ, խնդրեմ մանրամասնեք։ Սիրով, ուրեմն անցյալ տարի եթե մի խոսքով պետք է բնութագրեմ հայրենադարձությունը, ապա բնականոն այն բառը, որ դուք ընտրեցիք, ճիշտ համապատասխանում է, որովհետև առանց ինչ որ մեծ աճի կամ ինչ որ անկման թվեր են եղել եւ ամենամեծ իհարկե մեծ աճը թվի եղավ 22-23 թվականներին կապված Ռուսաստան-Ուկրաինա առճակատմամբ ինտեգրման կենտրոնը շարունակում է զարգացնել իր ծրագրերը եւ ավելի այսպես թիրախային դարձնել եւ սպասարկել այն մարդկանց, որոնք տեղափոխվում են Հայաստան։ Հիմա ուրիշ հարց է, որ մեզ որպես պետություն անհրաժեշտ է, որպեսզի այս հայրենադարձությունը լինի շատ ավելի մասշտաբային եւ շատ ավելի լայնածավալ, որովհետեւ ոչ միայն ճիշտ է, որ հայ մարդիկ ապրեն Հայաստանում, ես սա ասում եմ իհարկե քաջ գիտակցելով, որ միևնույն է Սփյուռքի ջախջախիչ մեծամասնությունը Հայաստանում չի գալու ապրի,
լավագույն նույնիսկ պայմաններով, բայց ինչ որ մասսա կա կրիտիկական, որը մեզ անհրաժեշտ է, որպեսզի գան ապրեն, որովհետև մենք նաև ունենք ժողովրդագրական բավական վտանգավոր, այսպես եւ մշուշոտ ապագա, եթե չկարողանանք կտրուկ աճեցնել երկրի բնակչությունը։ Բայց սա այլ երկրների փորձը ցույց է տվել, որ կապված է մի քանի գործոնների հետ, որոնցից մեկը նաև ֆինանսական միջոցների հատկացումն է։ Եվ չեմ կասկածում, որ մի պահ գալու ենք նաև դրան, որ մեր այդ անվտանգային ամենա այսպես թեժ հարցերը, երբ որ ինչ-որ մինիմալ լուծում կստանան, այսինքն դա լինի անվտանգությունը, առողջապահությունը, կրթությունը եւ այլն, ուշադրություն նաև կարող ենք սևեռել հայրենադարձության միջոցով ժողովրդագրական պատկերը փոխելու վրա, որովհետեւ այսպես եթե նայում ենք մեր ծնելիությանը եւ այլն պատկերը պետք է բոլորիս անհանգստացնի։ Իսկ հայրենադարձության ինտեգրման կենտրոնը այն ընտանիքների հետ, որոնց հետ աշխատել է, հիմնականում որ երկրներից են եւ ինչ ծառայություններ են։ Հիմնականում ամենաիհարկե ամենաշատ հայրենադարձները Ռուսաստանի Դաշնությունից են, այդ անփոփոխ է։ Երկրորդ ամենամեծ թիվը դա Միջին Արևելքի մեր հայրենակիցներն են, Սիրիա, Լիբանան, Իրան, եւ մյուս խումբն էլ արդեն բոլորին է ներգրավում, լինի Միացյալ Նահանգներ, Ֆրանսիա, Արգենտինա, Ավստրալիա եւ այլն։ Բայց ամենամեծ խումբը իհարկե Ռուսաստանն է եւ դա կարծում եմ միշտ է այդպես լինելու, մի քանի պատճառներով, նախ որովհետեւ իրենք շատ են, հետեւաբար հավանականությունը գալու ավելի մեծ է, որովհետեւ իրենք մոտ են, որովհետեւ իրենք մոտ են ոչ միայն աշխարհագրականորեն, այլ նաեւ հոգեբանորեն եւ նաեւ ծագումնաբանորեն, հետեւաբար շատերի համար դա վերադարձ է Հայաստան, բառից բուն իմաստով հայրենադարձություն է, եւ դա լավ է, խնդիր չկա դրանում բացարձակապես, իհարկե եթե մեր տնտեսությունը շարունակի զարգանալ, եթե կյանքի պայմանները բարելավեն եւ այդ կրկնում եմ այդ կրթությունը, առողջապահությունը, այդ ամեն ինչը գա ինչ որ այսպես միջին եվրոպական ստանդարտի, ես չեմ կասկածում, որ հոսքերը արդեն արևմտյան Սփյուռքից կտրուկ կաճեն եւս։